Ողջունում եմ ձեզ, բարի լույս, բարի առավոտ։ Երևանում հագին ուժեղ անձրև էր, զարմացանք, որ ճանապարհին դիմացանք, որ Գեղանիստում անձրև չկա այդքան։ Եվ ուրախ եմ ողջունել ձեզ։ Մենք ինչ առաջ հարգանքի տուրք մատուցեցինք մեր նահատակներին 93 թվին զոհված, 20 թվին զոհված, 22 թվականին զոհված և ես այս մասին շատ եմ խոսում և կարծում եմ, որ մեր նահատակների հիշատակը բարձր պահելու լավագույն ձևը ունենալ հնարավորինս զարգացած, հնարավորինս անվտանգ, հնարավորինս բարեկեցիկ, հնարավորինս միջազգային մեծ հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետություն, հնարավորինս անկախ և հնարավորինս հարատև, որովհետև մեր պատմությունը ինչ է մեզ ասում, մեր մեծագույն խնդիրը եղել է հետևյալը, որ մենք աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների բերումով ստացել ենք պետություն և երբ որ աշխարհաքաղաքական պայմանները փոխվել են, մենք կորցրել ենք պետությունը և հետևաբար հիմնականում մեր պետության ձևավորման պատմության ընթացքի վրա մեր ազդեցությունը եղել է նվազագույնը նույնիսկ 1918 թվականին ըստ էության Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Վրաստանում, Թիֆլիսում և երկար ժամանակ մեր կառավարությունը չէր գալիս Երևան, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարի և ըստ էության 1990-91 թվականի պրոցեսներն են խորհրդային միության քայքայման հետ են կապված, դա նորմալ է, բնական է, բայց մեր մեծագույն խնդիրը իմիջիայլոց 2018 թվականին, երբ որ ես ընտրվել եմ վարչապետ, իմ առանցքային խոսույթը եղել է հետևյալը, որ մենք Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս բերենք պատմական այս ցիկլից, երբ որ մեր պետություն ունենալու և պետությունը կորցնելու պրոցեսի վրա մեր ազդեցությունները նվազագույն են։ Մենք պետք է մեր ազդեցությունը մեծացնենք և մեր ազդեցությունը ոչ միայն պետք է մեծացնենք, այլև այն պահին, կարեք բացեք նայեք արխիվից, ես ասել եմ այն պահին, երբ որ Հայաստանից դուրս կորոշվի, որ Հայաստան պետությունը այլևս դե ֆակտո կամ դե յուրե պետք է գոյություն չունենա, Հայաստանը այդ պահին պետք է ունենա այնքան կամք և ուժ, որ կարենա ասի ոչ, Հայաստանի պետությունը գոյություն է ունենալու։ Ինչ որ դուք տեսնում եք 2018 թվականից մինչև այսօր ամբողջը այդ պրոցեսի մասին է։ 2018 թվականից մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ և 2018 թվականի մայիսի 9-ից սկսվել է, ավելի ճիշտ շարունակվել է այդ բանավեճը, որտեղ այնպես չի, որ այդ բանավեճը ինձնով է եղել և ինձնով է եկել։ Ես մտել եմ այդ բանավեճի հորձանոթի մեջ, այնպես չի, որ անսպասելիորեն, սպասելիորեն Հայաստան պետությունը գոյություն ունենալու է, թե չէ։ Ես դրա համար եմ անընդհատ ասում, որ իրականում Ղարաբաղի հարցը շատ վաղուց լուծված է եղել, հարցը Հայաստանի հարցն է եղել և մեր փոփոխությունը տեղի, բայց այն չի, որ մենք սկզբանե գլխի ենք ընկել, իմացել ենք դա, սա շատ կարևոր հանգամանք է, ես նույնիսկ չգիտեմ լավ է, թե վատ է, որ մենք դա հնդածս ենք շերտ բացելով հասկացել, բայց մենք ընդհանրապես հասկացել ենք, որ մեր առջև դրված է Հայաստանի հարցը, Հայաստանի պետության հարցը, Հայաստանի պատմական ցիկլի կրկնության հարցը, և մենք պետք է որոշում կայացնենք, մենք մնում ենք այդ ցիկլի մեջ, թե մնում ենք այդ ցիկլից դուրս։ Ես 2022 թվականին երևի, ես հիշում եմ իմ աշխատասենյակում մի խորհրդակցություն եմ հրավիրել և այդ խորհրդակցությունը ամբողջ եղել է դրա մասին, թե մենք մեր պետության և անկախության ճանապարհին հանձնվում ենք, թե չենք հանձնվում։
2022 թվականին դա եղել է օգոստոս-սեպտեմբերին ա եղել այդ խորհրդակցությունը։ Իհարկե բառերը այդպեսին չեն եղել, ես հիմա չեմ կարող բառերը բառացիորեն ինչ եմ ասել, բայց բովանդակությունը իմաստը եղել այդպեսին։ Իմ մոտ հարց չի եղել, մենք հանձնվում ենք, թե չենք հանձնվում, բայց ես հասկացել եմ, որ մենք մի կետի ենք, որ ես միանձնյա առնվազն միանձնյա այդ հարցով որոշում պետքա չկայացնեմ, որովհետև ռիսկերը շատ մեծ էին, որովհետև թվում էր, թե հանձնվելը հնարավորինս ամենակարճ եւ ամենատրամաբանական եւ ամենառացիոնալ ճանապարհն է, որովհետև առնվազն հանձնվում ենք եւ ավարտվում է դրանով ամեն ինչ։ Եվ շատ մեծ էր իմ ուրախությունը եւ բավարարվածությունը, երբ որ մեր քաղաքական եւ կառավարական թիմը արձանագրեց, որ ոչ, մենք հստակ եւ աներկվա պետքա կանգնենք մեր անկախության ճանապարհին, մեր պետության եւ մեր ինքնիշխանության ճանապարհին։ Եվ մենք այդ օրվանից ոտք ենք դրել այդ ճանապարհին։ Այդ ճանապարհին անցնելով ստացել ենք ահավոր հարվածներ, ծանր կորուստներ ենք ունեցել։ Բայց ես այսօր եկել եմ ձեզ այդ լուրով, որ մենք այդ ճանապարհը ոչ միայն անցել ենք, ոչ միայն անցնում ենք, մենք տեղ ենք հասել այդ ճանապարհին ժողովուրդ, մենք տեղ ենք հասել, մենք անցել ենք այդ դաժան փորձության միջոցով եւ տեղ ենք հասել, ձեր օգնությամբ ենք հասել, ձեր աջակցությամբ ենք հասել, ձեր ըմբռնմամբ ենք հասել։ Ես երեք Վանաձորում էլ ասացի, որ Հայաստանի քաղաքացիները մեզ աջակցել են իրավիճակում, երբ թվում էր, թե մենք շուտ ենք եկել, մի քիչ ճիշտ է, շնորհակալ ենք։ Հայաստանի քաղաքացիները մեզ աջակցել են այնպիսի պայմաններում, թվում է, թե աջակցությունը հնարավոր չէ։ Եվ ես միշտ հարց եմ տալիս ինձ, իսկ ինչու, ինչն է եղել դրա պատճառը։ Ու իմ պատասխանը միանշանակ է եղել։ Դրա առաջին պատասխանը լեգիտիմությունն է։ Իշխանությունը եղել է լեգիտիմ, իսկ ինչ է նշանակում լեգիտիմ իշխանություն։ Լեգիտիմ իշխանություն նշանակում է օրգանական կապով ժողովրդի հետ կապված իշխանություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ երբ որ տեսախցիկներ չկան, ոչ մի բան չկան, ի վերջո օրվա վերջում բոլորս անկախ նրանից ինչ որտեղ ենք աշխատում ենք թե չենք աշխատում, պաշտոնյա ենք թե ոչ պաշտոնյա, գնում ենք տուն, նստում ենք, մի բաժակ թե ենք դնում դեմներս ու սկսում ենք մտածել։ Այդ մտածելու ընթացքում զգում ենք ինչ-որ բաներ, իսկ լեգիտիմությունը օրգանական կապը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների առնվազն մեծամասնությունը այդ թեյի բաժակի առաջ մտածել է նույնը, ինչ որ մտածել եմ ես, մտածել է նույնը, ինչ որ մտածել են կառավարության եւ կառավարող մեծամասնության անդամներ, եւ այդ է միակ պատճառը, որ մենք հասել ենք այս կետին։ Ես ձեզ ուզում եմ անել համարձակ պնդում եւ վստահեցնել ձեզ, որ առաջիկայում եւ ես իմիջիալոց դա եմ հայտարարել, դա թերևս 2021 թե 2022 թվականներ, էդ էլ հրապարակային է, ազգային ժողովին ամբիոնից ես արեցի իրականում դա տարօրինակ հայտարարություններ, տենց հայտարարություններ չեն արվում։ Ես ասացի, եթե մեր պետությունը, մեր անկախությունը 1-2 տարի, առաջիկա 1-2 տարիները մենք կարողանանք ձգենք, դա նշանակում է, որ մենք մեր պետության առաջ կբացենք տասնամյակների եւ հարյուրամյակների հեռանկար։ Ես Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, եկել եմ ձեզ զեկուցելու, որ մեր պետության առաջ բացված են տասնամյակների եւ հարյուրամյակների հեռանկար։ Մենք հիմա ուզում ենք փոխվենք եւ փոխենք այդ տրամաբանությունը տասնամյակներից եւ հարյուրամյակներից մտնենք հազարամյա պլանավորման տրամաբանության մեջ եւ սա թող ձեզ ծիծաղելի չթվա, տարօրինակ չթվա, անլուրջ չթվա, որովհետեւ այն ինչ տեղի է ունենում իրականության մեջ, ցանկացած բան, ինչ որ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր գլխում, մեր մտքում։ Ես դրա համար պատմեցի ձեզ 22 թվականի
խորհրդակցության մասին, որտեվ երբ որ դու դնում ես հարցը, այս շատ կարևոր նյուանս է, շատ կարևոր է դնել հարցը, թե որն է քո նպատակը, որն է քո նպատակը, որն է քո նպատակակետը, դեպի որ կետն ես դու շարժվում, այս շատ կարևոր բան է, եւ այդ դրանից առաջ էլի միջայլոց մեր նպատակը եւ նպատակակետը եղել է Հայաստանի անկախությունը, Հայաստանի պետականությունը, Հայաստանի ինքնիշխանությունը եւ մենք եթե ամեն ինչից դուրս մեր ֆոկուսը չպահենք, մեր ուշադրությունը եւ մեր գործունեության առանցքում չպահենք Հայաստանի Հանրապետության անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, մենք այսօր պետությունը դե ֆակտո կորցրած ենք լինելու դե ֆակտո եւ ամեն ինչ 2018 թվականի մայիսի 9-ին ես նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի անդունդը եւ թվում է թե ամենատրամաբանականը թվում է թե ուրիշ ճանապարհ չկար, որովհետեւ մայրուղին է դա պետք է այդտեղով գնաս, որովհետև այն մյուս ճանապարհները ոչ ասֆալտ կա, ոչ ճանապարհ կա, մեքենան էլ առանձնապես տենց 4 անգամ 4 չի, բայց մենք թերևս առաջին հայացքից ոչ տրամաբանական բան արեցինք, մենք այդ մեքենայով դուրս եկանք պատրաստված մայրուղուց, ասենք որ մենք նոր ճանապարհ պետք է գտնենք մեզ համար եւ մենք գտանք այդ ճանապարհը եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետությունա քան երբևէ, անկախա քան երբևէ, ինքնիշխանա քան երբևէ, բարեկեցիկա քան երբևէ, անվտանգա քան երբևէ։ Ու սա ամենակարևոր արդյունքն է, որին մենք հասել ենք եւ ես ուզում եմ մեզ բոլորիս եւ ձեզ բոլորից շնորհավորել այս կարևոր իրադարձության առիթով։ Ու այսօր էլ հարցը դրա մասին է ժողովուրդ։ Հիմա մանավանդ Քարոզ Արշավին այսօր ամսի 21-ն է, ճիշտ է։ 14-րդ օրն է այսօր Քարոզ Արշավի եւ ինչպես ասում են, բոլոր խաղաքարտերը բացված են։ Բոլոր խաղաքարտերը բացված են։ Այլևս ոչ մի հարց չկա։ Այսօր այն խորհրդակցությունը, որ ես 2022 թվին արել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատասենյակում քաղաքական եւ կառավարման նեղ թիմի շրջանակի հետ, այսօր նույն խորհրդակցությունը ես անում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ եւ հարցը, որը դրված է էլի նույնն է, ընդ որում ոչ թե մենք նույն կետում ենք մնացել դրա համար նույնը, պարզապես առաջիկայում ընտրություններ են եւ հիմնական հարցը այդ է, որին մենք պետք է պատասխանենք։ Մենք գնում ենք մեր անկախության պահպանման եւ զարգացման հետևից։ Մենք գնում ենք մեր պետությունը ամրապնդելու, մեր ինքնիշխանությունը ամրապնդելու, մեր խաղաղությունը ամրապնդելու հետևից։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ 2018 թվականից սկսած, իդեպ հետաքրքիր է, որ 2018 թվականից սկսած եւ ոչ թե 2020 թվականից սկսած։ Պարզապես 20 թվականից հետո դա ահագնացել է եւ այսօր էլ ահագնացել է, որտեւ ինտերնետում տեսնում եք իմ նկարը, չգիտեմ, թուրքական ֆեսկայով, թուրքական դրոշով, ադրբեջանական դրոշով, չգիտեմ, բանը մեր բանի վրա, պոստերի վրա իմ նկարի տեղը Էրդողանի նկարը դրած, Ալիևի նկարը դրած, որ Հայաստանը թուրքանալու է, որ հեսա 1 միլիոն թուրք է գալու, 1 միլիոն ադրբեջանցի է գալու եւ կոնտեքստը նա, որ Հայաստանի վարչապետը թուրքամետ է եւ ադրբեջանամետ է։ Սա այս պատմության շատ կարևոր բաղադրիչ մասն է, ժողովուրդ ջան, շատ կարևոր, որովհետեւ ինչն է այս իմ նարատիվի, էդիմ ասացի շարունակությունը տարածաշրջանի տրամաբանությամբ։ Եթե ինչա պետք մեզ խաղաղ անկախ լինելու համար, մեզ պետք է խաղաղություն եւ պետություն, որովհետեւ եթե մենք մեր տարածաշրջանում կարողանում ենք առանց արտաքին աջակցության ապրել, դա մեզ համար շանս է, որ մենք լինենք խաղաղ, լինենք բարեկեցիկ, լինենք պետություն։ Պատկերացրեք դուք ձեր հարևանների հետ չեք կարող ոչ մի կերպ ապրեք։
անընդհատ ինչա ձեզ պետք կլնելու, ինչ որ մեկից օգնություն ուզել, կլնի դա իրավապահ մարմին, կլնի ուրիշ, չգիտեմ, թաղի բանը, թաղի կամ մյուս թաղի կամ ինչ որ մի արտաքին ուժա ձեզ պետք, որ գա ձեզ օգնի, որ ապրեք, հակառակ իսկ դա նշանակում է դուք կորցնում եք ձեր խաղաղությունը, հոգու խաղաղությունը, դուք չեք կարում ապրեք ձեր միջավայրում։ Մենք ինչ հասկացանք։ Մենք հասկացանք, որ մենք պետքա, եթե մենք ուզում ենք լինել պետություն, մենք պետքա սովորենք առանց արտաքին օգնության մեր միջավայրում ապրել։ Եվ ընդհակառակը արտաքին միջամտությունները մեզ թույլ չեն տալու խաղաղ ապրել, որտից հասկացանք։ Նախկինում օրինակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խոսելու համար մեզ պետք էր բան ունեինք ասելու Ադրբեջանին, երրորդ երկրի միջոցով խաբար էինք ուղարկում, երրորդ երկրի միջոցով պատասխան ստանում։ Ընդ որում միշտ չի որ այդ երկրները նույնն էին, այդ երկրները տարբեր էր, բայց հետո մենք հասկացանք մի ընդհանուր բան, որ սովորաբար ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ հասնում, ոչ էլ մեզ ուղարկված պատասխանն է ճիշտ հասնում։ Ընդ որում միշտ չի որ չարամիտ հատուկ տենց են արել, որովհետև կան նրբություններ, կամ մենթալիտետ, կա տարածաշրջան, որ մարդիկ չեն հասկացել, որտեղ մեզ թվում է մեր մեջ չէ լալնում, որ մենք սենց ինչ-որ բան ենք ասում, թվում է թե բոլորը պետք է հասկանան, բայց եթե կան կարևոր նրբություններ չեն հասկանում, ու դա շատ է պատահում նաև նույն ազգի, ընդհանուր նույն ընտանիքի ներկայացուցիչների եւ անդամների միջև, բայց այդ երևույթի մենք առերեսվելով հասկացանք, որ մենք պետքա ուղիղ խոսենք, մենք պետքա ուղիղ խոսենք։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, իմ եզրակացությունը միանշանակ է, 2000, ուրեմն Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ողջ ընթացքում, ամենայն հարգանքով միջնորդները միշտ սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ լուծումը հնարավոր չլինի, բացառվի լուծումը, բացառվի։ Դրել են բառեր, որը 65 տարբեր մեկնաբանություն կունենա։ Եվ մեր քաղաքական վերնախավը նախկին, միջև մի սա չի էլ հասկացել։ Ես այսօր լսում եմ, թե ինչ են խոսում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները, եւ սարսափով եմ արձանագրում, որ այդ մարդիկ չեն էլ հասկացել, թե ինչ են խոսում, ինչի հետ են խոսում, ինչի հետ են գործ ունեցել, եւ սա է ամենակարևոր առանձնահատկությունը։ Դրա մասին ես մանրամասներով խոսել եմ, ժամերով քննիչ հանձնաժողովում, ուրիշ տեղերում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք այդ կամքը ունեցել ենք, որովհետև հակառակ դեպքում մենք այս կետին չենք հասնի, իսկ այս կետը այնա, որ մենք ունենք պետություն, ոչ միայն մենք ունենք պետություն, այլև առաջիկա տասնամյակներում եւ հարյուրամյակներում մեր պետության լինել չլինելը միայն ու միայն մեր որոշելիք հարցն է։ Մենք այս ճանապարհը անցել ենք եւ մեր ձեռքերը հասցրել ենք մեր ճակատագրի ղեկին։ Այսօր մեր ճակատագրի ղեկը միայն մեր բացառապես մեր ձեռքերում է։ Սա չի նշանակում է, որ մենք դարել ենք բան, ենթադրենք գերտերություն ենք դարել։ Դա չի նշանակում։ Դա նշանակում է, որ մենք կարանք տեսնենք ճանապարհը, կարանք գնահատենք իրավիճակը եւ կարանք ապահովենք մեր հետագա ընթացքը։ Իսկ սրա համար ամենակարևորը առաջիկա ընտրություններում տեր կանգնելն է խաղաղությանը, տեր կանգնելն է պետությանը։ Եվ ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետևյալ տրամաբանությամբ, տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով 16-րդ քվեաթերթիկով։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև էլի եմ ասում,
Այստեղ խոսքը աթոռի կռվի մասին չի, այստեղ խոսքը պաշտոնի կռվի մասին չի, այլ քվեարկում ենք, որովհետև դա ուղիղ ճանապարհն է ի ցույց դնելու, որ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, գեղանիստին, Մասիսին, Արարատի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։